Հիսուս Քրիստոսի աշտարակը Բարսելոնայի հռչակավոր Սագրադա Ֆամիլիա Սուրբ Ընտանիքը տաճարի կենտրոնական, ամենաբարձր և ամենագլխավոր աշտարակն է։ Այն նախագծել է կատալոնացի հանճարեղ ճարտարապետ Անտոնիո Գաուդին։ Աշտարակն ունի մի շարք ուշագրավ առանձնահատկություններ։ Աշտարակի կառուցմամբ Սագրադա Ֆամիլիան դարձել է աշխարհի ամենաբարձր քրիստոնեական տաճարը, գերազանցելով Գերմանիայի Ուլմի տաճարին։ Տաճարն ունի 172.5 մետր բարձրություն։ Գաուդիի հստակ որոշմամբ աշտարակը կես մետրով ցածր է մոտակա Մոնժուիկ բլրից, քանի որ նա հավատում էր, որ մարդու ձեռքի գործը չպետք է գերազանցի Աստծո ստեղծածին։ Սուրբ Ընտանիքի տաճարի առաջին քարը դրվել է 1882 թվականին, իսկ հաջորդ տարի դրա շինարարությունը գլխավորել է ճարտարապետ Անտոնիո Գաուդին։ Աշտարակի գագաթին տեղադրված է 4 թևերով եռաչափ հսկայական խաչ, որն ունի 17 մետր բարձրություն և պատված է սպիտակ ջնարակված կերամիկայով ու ապակիով։ Այն ցերեկը անդրադարձնում է արևի լույսը, իսկ գիշերը լուսավորվում է հզոր լուսարձակներով։ Աշտարակի ներսում տեղադրված է պանորամային ապակե վերելակ և պարուրաձև աստիճանավանդակ, որոնք այցելուներին տանում են մինչև 164 մետր բարձրության վրա գտնվող դիտահարթակ։ Աշտարակի արտաքին կառուցումը ամբողջությամբ ավարտվել է 2026 թվականի փետրվարի 20-ին, երբ տեղադրվեց խաչի վերջին կտորը։ Իսկ 2026 թվականի հունիսի 10-ին Հռոմի պապը պաշտոնապես օծեց և հանդիսավոր կերպով վառեց աշտարակի լույսերը։ Տաճարի շինարարական աշխատանքները տևել են անհավանական 140 տարի։ Աշտարակի ներքին հարդարման աշխատանքները դեռևս շարունակվում են և նախատեսվում է ամբողջությամբ ավարտին հասցնել առաջիկա տարիներին։ Կառուցողները կշարունակեն աշխատել տաճարի ավարտին հաջորդ տասնամյակի ընթացքում, մասնավորապես նրանք կստեղծեն նոր դեկորատիվ տարրեր և քանդակներ, ինչպես նաև սանդուղք կկառուցեն դեպի կառույցի գլխավոր մուտքը։ Սագրադա Ֆամիլիա տաճարը Գաուդիի 6 այլ աշխատանքների հետ ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, ամեն տարի միլիոնավոր այցելուների բերելով Բարսելոնա։ Անցած տարի եկեղեցի է այցելել ռեկորդային թվով 5 միլիոն մարդ, իսկ մուտքի վճարներից ստացված եկամուտը օգտագործվում է շարունակվող շինարարության համար։